Բարև ձեզ Մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր գնահատականը եւ այսպես Իրան-Իսրայել մեծ պատերազմը սկսվել է, տարածաշրջանը ուղղակի կրակի տակ է եւ շատերը ահազանգում են Սյունիքին Հայաստանի սպառնացող վտանգների մասին։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Այո, տարածաշրջանը եռում է, տարածաշրջանում իրավիճակը լարված է, խառն է, Իսրայելը շարունակում է ճնշումները տարբեր պետությունների վրա, իդեպ այստեղ Իսրայելը միայնակ չի, նրան աջակցում են շատ տարբեր ուժեր, այստեղ նաև կա կրոնական մեծ խնդիր, որը եւս փորձում են կյանքի կոչել, ծրագրերը տարբեր են եւ թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենա, ես կարծում եմ, որ շատ սցենարներ կարելի է կանխատեսել, սակայն թե իրականում ինչ տեղի կունենա, երևի թե որևիցե մեկն էլ չի կարող ասել։ Այստեղ մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ դեր ունենք, մեզ ինչպիսի վտանգներ են սպառնում, մեր խնդիրը ինչպիսին է։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք եւ սա չհասկանալու դեպքում մենք դատապարտված կլինենք հայտնվել սարսափելի մեծ աղետների մեջ։ Մի շարք ուժեր, երբ որ տարիներ շարունակ հակառուսական քարոզչություն են արել եւ անում, այսօր պետք է նրանց հարց տվեցվի. ով է այս մեծ գերտերությունների մեջ վաղը մեզ պաշտպանելու, ով է մեր հային հայրենակցին փրկելու նոր ցեղասպանությունից, նոր բարբարոսությունից։ Եթե Աստված մի արածե Իրանը հանկարծ որևիցե ձևով պարտություն կրի կամ թուլություն դրսևորի, ես կարծում եմ, որ Ադրբեջանը միանգամից իրականացնելու է գործողություն կապված Զանգեզուրի միջանցքի հետ եւ որին հաջորդելու է Հայաստանի ամբողջությամբ ստրկացում, Հայաստանը ամբողջությամբ Թուրքի լծի տակ վերցնել։ Ինչ է տեղի ունենում Ռուսաստանը Ուկրաինայով ընդհևի վրա, պարսիկներին Իսրայելը շեղում է, որը շատ լավ առիթ է ադրբեջանցիների համար օգտվել այս իրավիճակից եւ դուք շատ լավ գիտեք, բոլորդ էլ տեղյակ եք, որ Ադրբեջանին զսպող ամենամեծ ուժը եղել է հենց Իրանը, որի պատճառով Ադրբեջանը վախեցել է Սյունիքի հետ կապված որևէ գործողություն իրականացնել։ Սակայն այսօր Իրանը ներքաշված է Իսրայելի կողմից պատերազմի մեջ, փոխադարձ ռմբակոծություններ են տեղի ունենում, եւ ես կարծում եմ, որ խորաման Ալիևը կարող է եւ բաց չթողնել այս առիթը։ Այդ իսկ պատճառով պետք է զգոնություն լինի մեր բանակի, մեր ժողովրդի համար, մենք բոլորս պետք է միշտ էլ պատրաստ լինենք պայքարելու մեր հողի, մեր ջրի, մեր սահմանների համար։ Որովհետև այլևս այլ ճանապարհ չունենք որևիցե այլ տեղ, եթե Արցախից մարդիկ տեղահանվեցին, ցեղասպանվեցին, եկան այստեղի հայերը չունեն որևիցե այլ տեղ։ Եվ մեր միակ ճանապարհը, մեր միակ փրկությունը պայքարն է, պայքարը բոլոր ոլորտներում։ Այս ֆոնին ինչով են զբաղված մեր այս ապիկար դավաճան իշխանությունները, զբաղված են տեղավորվելու Ադրբեջանի սրի տակ։ Այս գործընթացներն են իրականացնում, հույսները կտրելով որևիցե պայքարից, հույսները կտրելով որևիցե, չգիտեմ, պաշտպանությունից, նրանք փորձում են սողալ Ալիևի դեմ, որպեսզի Ալիևը որևիցե գործողություն չիրականացնի։ Բայց այսպիսի տգետ եւ անհեռատես քայլերը, որոնք որ իրականացնում են այսօրվա
իշխանավորները բերելու է մի սարսափելի մեծ տրկացման։ Հետևաբար անհրաժեշտ է հեռացնել պարտված Ադրբեջանի եւ Ալիևի առաջ կզած ղեկավարներին, որովհետեւ նրանք այլևս իզորու չեն էլ կարողանալու, եւ փոխարինել նրանց ավելի պետականամետ, փորձառու եւ ամենակարևոր կետը նորից շեշտում եմ Ռուսաստանի հետ ճիշտ համագործակցող ղեկավարի։ Մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի ամբողջ հաջողությունն ու անհաջողությունը գալիս է այդ մեկ կետից, ուզում է ճղվեն, ուզում է հելնեն վերև իջնեն ներքև, ուզում է իրանց պատերին տան։ Ես ռեալ մարդ եմ, նամանավանդ այս իրավիճակում գործողությունների մեջ մարդ պետք է հայրենիքի պետության զինվորի կյանքի վերաբերյալ ռեալ նայի կյանքի, ոչ թե աբսուրդ ստերով, կեղծիքներով, ինչ-որ փուչիկներով, ռեալ իրականության մեջ մեր ամենակարևոր կետը դա Ռուսաստանի հետ հարաբերություններն է, ճիշտ հարաբերությունները, որը կարան վարեն ճիշտ մարդիկ։ Եվ այս կետից է կախված մեր հետագան, մեր ճակատագիրը, մեր ապագան։ Սա չի խոսում նրա համար, որ, չգիտեմ, պետքա ծնկի գալ դառնալ իրանց ասած ռուսի ստրուկ։ Ոչ, ռուսի հետ պետք է արժանապատիվ ձևով շփվել, հարաբերվել, ճիշտ հարաբերություն կառուցել, չդավաճանել, չխաբել, չգցել, չֆրցնել հայի իրենց այդ ոչին բնորոշ։ Դե մեր հայի մեջ ինչ-որ տեսակ կա էլի այդպիսի փոքր, բայց լավ տեղերում ակտիվ աշխատում էր այդ ֆրցնող, գցող Նիկոլի տեսակի մասին է խոսքը։ Օրինակ երեք Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով ուղիղ կապի մեջ են Թուրքիայի հետ եւ նաեւ առաջիկայում նախատեսվում է իր այցը Թուրքիա։ Ահա, ես բազմաթիվ նաեւ ձեր տաղավարում անգամներ հայտարարել եմ եւ ասել եմ, Հայաստանը Ռուսաստանից պոկելու միակ ճանապարհը դա Թուրքիայի վրա հենվելն է։ Եվ Նիկոլ Փաշինյանն ընտրում է այդ ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանը իր անվտանգությունը փորձում է կառուցել Թուրքիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին փորձում է զսպել Թուրքիայի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ամբողջությամբ տնտեսապես եւ այլ ձևերով, որպեսզի անջատի ռուսներից, փորձում է այդ ամեն ինչը փոխարինող գտնել Թուրքիայում, որը հավանական է, բայց վտանգավոր է սարսափելի ձևով, որովհետև եթե Թուրքիան է ու վաղը հրաժարվում է պոկելով այս փուլում, այս պահին, քանի որ պետք է իրան պոկել Ռուսաստանից, ինչ որ չափով կարող է բավարարի Նիկոլի որոշ ուզածներ, որ Նիկոլը Հայաստանը հանի Ռուսաստանի տիրապետության տակից ու մտցնի իր տիրապետության տակ։ Երբ որ Նիկոլը այդ գործընթացը արեց եւ վերջացրեց, այդ ժամանակ իրական թուրքի դեմքը հայը տեսնելու է եւ զգալու է։ Այդ ժամանակ Նիկոլը դառնալու է ոչինչ, մի փալաս։ Նիկոլը փոխարինվելու է շատ արագ մի հատ թուրքական ղեկավարով, որովհետեւ նա իր առաջադրանքը վերջացրած կլինի։ Եվ Հայաստանը դառնալու է բառի ուղիղ իմաստով թուրքի ստրուկ։ Ադրբեջանը դառնալու է այս տարածքների ամբողջ վերահսկող։ Այդ թվում նաև Վրաստանը փորձելու են մտցնել իրանց տիրապետության տակ, փորձելու են ստեղծել մուսուլմանական մեծ թուրանական պետությունը, թուրանական պետության մեջ Ալիևը դառնալու է Էրդողանի աջ ձեռքը, որը վերահսկելու է այս տարածաշրջանը եւ գնալու է զեկուցի Էրդողանին, այդ Նիկոլը իրանց ինչին է պետք։ Նիկոլը ընդամենը պետք է, որ Հայաստանը պոկի Ռուսաստանից, այս սրա համար է պետք Թուրքիայի։ Թուրքիային այստեղ ընդհանրապես միայն կա մի պետություն, որը կարա զսպի, ուրիշ պետություն այդպիսին չկա, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի Դաշնությունից բացի որևիցե այլ պետություն չկա, որը կարա Թուրքին զսպի։ Սա պետք է յուրաքանչյուր հայ գիտակցի եւ հասկանա, թե վաղը իր երեխային ինչա սպառնում։ Ինչպիսի ստրկացում է սպառնում։
Նիկոլի Թուրքին այցելելու, Թուրքի հետ հարաբերվելու գործընթացը կործանար, արա, ցեղասպանական է, որովհետև ցանկացած ձևով եթե ուզենանք վերլուծենք, ցանկացած ձևով եւ կրոնական, եւ ապրելակերպով, եւ մշակույթներով որևիցե ընդհանուր բան չկա։ Բարբարոս Թուրքի տիրապետության տակ ունեցել ենք Արևմտյան Հայաստան, որի ճակատագիրը այսօր տեսնում եք ինչպիսին է։ Եթե սա դաս չի, եթե սա մարդկանց չի հասնում ուղեղին, ես ուզում եմ որ բացատրեմ, հասկացնեմ, այն բոլոր հայրենակիցներ, ովքեր պատմություն չգիտեն, ովքեր են երիտասարդությունը, ովքեր չգիտեն, ուզում եմ ասեմ, սիրելիներս, Արևմտյան Հայաստանը ժամանակին եղել է Թուրքիայի տիրապետության տակ, որը որ Նիկոլ այսօր ուզում է նույնը անի այս Հայաստանը, հանի մտցնի Թուրքիայի տիրապետության տակ։ Եվ դուք գիտեք ձեր մեծերից, ձեր պապերից լսել եւ տեսել եք, ինչպիսի ճակատագրի է արժանացել Արևմտյան Հայաստանն ու այնտեղի ապրող մարդիկ 1,5 միլիոն միայն մորթվել, ցեղասպանվել, քշվել է։ Ու Թուրքիան չի փոխվել։ Ով ձեր գլխին լոլոյա կարդում, որ փոխվել է այդ Թուրքիան։ Այդ Թուրքիան այսօր ավելի բարբարոս է դառել։ Ու այս ամբողջ աշխարհի քաոսը, տերորիստական խմբերը, այս տարածաշրջանի այս քաոսը, Արցախը, այս ամբողջի ետևում կանգնած է Թուրքիան, տերորիստ Թուրքիան։ Նիկոլենց ասած լավ Թուրքիան աշխարհն է խառնում իրար այսօր։ Ամբողջ այս տարածաշրջանը Թուրքիան է խառնում իրար։ Ու շատ խորամանկ ձևով ինքը աչք քաշված սրան է խառնում, նրան է խառնում ու պատերազմներ է հրահրում։ Եվ սրա վրա անվտանգության հենարան է կառուցում Փաշինյան Նիկոլը։ Դուք պատկերացնում եք ինչպիսի սարսափելի փորձության ու վտանգների մեջ է ներքաշում մեզ։ Սյունիքին ամեն դեպքում սպառնացող վտանգները ինչի կարող է հանգեցնել, նաև մինչ այս պատերազմի մեկնարկը մենք տեսանք, որ օրերս գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցները թիրախային չեն, եւ ինչպես ասել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, խաղաղություն լինելու է, ոչ թե պատերազմ։ Տեսեք, իրենք խոսում են խաղաղության դարաշրջանից, չգիտեմ, տարածաշրջանում խաղաղություն բերելուց, մենք ապրում ենք այս 7 տարիներին, տեսնում ենք տարածաշրջանում պատերազմ, ամենուր է քաոս, ամեն օր պատերազմի վտանգ, սպառնալիք, ամեն օր անորոշություն, կրակոցը թիրախային չի, կապիկություն, Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակը իմ համար արդեն պարզ է, ես չեմ ուզում մտնեմ այդ ներքևները, սա ինչ էր, նա ինչ էր, սա ինչ արեց, ինչա, երբ որ իմ բանակի նախարարը Սուրեն Պապիկյանն է, նրա ապրածը, կյանքը, արածը, անցածը նայելով ես կարամ հասկանամ իմ բանակը ինչ վիճակի կարա լինի այսօր։ Երբ որ գնում է, ասենք, լուրջ գեներալը, մյուսը, չգիտեմ, իրան չես տա տալի, իր առաջ կանգնում, ես պատկերացնում եմ արդեն։ Համենայն դեպս մեր ազգը պետքա բռունցքվի, մեր ազգը պետքա համախմբվի, մեր ազգը պետքա հասկանա, որ մենք ունեցել ենք այսօր էլ այո ունենք հզոր բանակ, ցավոք սրտի չունենք հզոր առաջնորդներ։ Մենք ունենք հզոր մարտունակ զինվոր, հրամանատարներ, չունենք այս մարդկանց առաջնորդողներ, չունենք փորձառու մարդիկ, որոնք հասկանում են ինչա հրամանատարությունը, ինչա խրամատը, ինչա զինվորը, որ կարանան համապատասխան հրամաններ տան։ Հասկանում եք, ես չի կարա, այդ անձնավորությունը չի կարա, չի անցե, չի տեսե, չի ապրե, չի ծառայե Փաշինյանը, ախր ումից ինչ պահանջես։ Ոնց որ գնաս են, չգիտեմ, առաջի դասարանի երեխայի դեմը դնես 10-րդ դասարանի հանրահաշիվի խնդիր, ասես պետք է լուծես, կարաս լուծես, ու քեզ հույս տաս, ոգևորես, ասես կլուծի, ու սենց շոուներ անես, ասես կլուծի, կարա, եկեք կողքից օգնենք, էս անենք, բայց սենց չի լինի։
Այս կոչվում է կապիկություն, հարգելի հայրենակիցներ։ Ախր սա մարդկային կյանքերի ճակատագրերի հարց է, սա կապիկության հարց չի։ Որ ուզում են մարդկանց այսօր ներքաշեն տարբեր կապիկությունների մեջ, չեն գիտակցում, թե ինչպիսի վտանգների առջև ենք մենք կանգնած։ Չեն գիտակցում այն պարագայում, երբ որ Փաշինյանը իր անվտանգության հենարանները տեսնում է Թուրքիան։ Այս պարագայում անգամ չեն, որ Թուրքիան ամենամեծ սպառնալիքն ու հրեշն է, այս տարածաշրջանի հրեշը։ Գնաց է հրեշի բերանի մեջ անվտանգություն է փնտրում այս ոչխարը։ Դուք պատկերացնում եք սրա ուղեղի ծալկերի պարունակությունը ինչքան է։ Հրեշի բերանի մեջ ասում է ես անվտանգ եմ։ Դուք պատկերացրեք մնացածը։ Ու ազգին ասում է եկեք գնանք հրեշի բերանի մեջ ապրենք, այնտեղ անվտանգ է, այնտեղ լավ է։ Հրեշ, որը մորթել է 1.5 միլիոն հայ, այդ հրեշի բերանի մեջ անվտանգություն է կառուցում։ Հարգելի հայ, աշխարհասփյուռ հայություն։ Պաշտոնապես հայտարարել է, որ գնում է Թուրքիա։ Այն Թուրքիա, որի հովանավորությամբ, որի օգնությամբ 5 տարի առաջ սպանեցին, այդքան որ գոռում եք մեր հերոսները, մեր տղերքը, մեր այդ տղերքի կյանքը խլեցին, Արցախը խլեցին, 150 արցախցու, 1000 արցախցու քոչացրեցին, բա որ այտենց բան կա, ես նորից եմ ասում, կարում եք ապրեք Թուրքի հետ, բա ինչի Արցախում չեք գնում ապրեք, բա ինչի Արցախում չապրակ Թուրքի հետ, բա ինչի Արցախցուն քոչացրեցիք, բա ինչի քպեականներով մի չեք գնում հիմա Արցախ ապրեք, մենք տենանք հավատանք, իրոք հավատանք, որ դուք կարում եք ապրեք Թուրքի հետ։ Հիմա ասում եք, այս տարածաշրջանը միացնենք Թուրքին, չի ապրի ստեղ ոչ մի հայ, չի ապրի, Արցախի պես չեն ապրի ստեղ։ Թուրքին էլ դա է պետք, որովհետև ոչ մի արժանապատիվ հայ ստրուկի պես չի կարող ապրել։ Չեն էլ թողի որ ապրի, կմորտեն, կբռնաբարեն, կցեղասպանեն, ինչ ասես կանեն, որ չապրեք։ Եվ այս փաստը ձեր աչքի առաջ, ես կան արցախցի, իրանք շարունակում են պնդել, որ Թուրքի հետ հնարավոր է բարեկամանալ եւ ապրել։ Այն պարագայում, երբ որ Արցախը մեր աչքի առաջ հնարավոր չի հնարավոր, հնարավորության մի գրամ շանս եթե լիներ, ես առաջինը կասեի, հնարավոր է այն պարագայում, երբ որ ունենաս հզոր բանակ, միջուկային զենք, ուժեղ մեծ պետություններ, որոնց հետ լուրջ հարաբերությունների մեջ լինես ու չափավոր ինչ-որ հարաբերություններ կարգավորես, բայց այս պարագայում, սենց քանդված իրավիճակում, ամբողջությամբ նետվել Թուրքի գիրկը, դա հաս անուղեղի պես, հանուն իշխանությունը տպայելու, հանուն աթոռը տպայելու, հանուն անձնական շահերիդ, առանց մտածելու պետության, պատմության, մշակույթի, այս կարևոր հարցերի մասին դու, չնայած քեզ ինչ ասեմ, դու պետք է կրթություն ստանայր, դու պետք է սովորեիր, որ հասկանայր, թե հայ ժողովուրդն ինչպիսի պատմություն ունի, դու դրանք չգիտես, դու նյութապաշտ, փողամոլ, վաճառական, անաստված մարդ ես, քո խունտայով։ Ձեր այսօր լավ լինի ուտեք ապրեք, ձերը դա է, ձեզ ես ինչ ասեմ, իսկ ազգին եմ ասում, ժողովրդին եմ ասում, իրենց ասելու բան չկա, իրանք այլևս ապացել են, որ թուրք են, Թուրքի ստրուկ երազող, այդ խունտան այդ է։ Եվ հայտնի է նաև, որ սեպտեմբերին էլ Աննա Հակոբյանը գնում է Չինաստան մագիստրոսական կրթություն ստանալու 2 տարով, շատերը սա ասում են փախուստի միջոց է, ձեր տեսակետը որն է։ Գիտեք, մեծ հաշվով ես արդեն թքած ունեմ Աննա Հակոբյանն ինչ անում, սենց ասեմ, որովհետև իրանք ընդամենը ժողովրդին շեղող, ժողովրդին խաբող, այդ քննարկման առարկա դառնալ ուզեցող, ասենք, ողջ կյանքը անուշադրության մատնված, արհամարված, նսեմացված, ստորացած այսօր
հայտնվել են հանրային հաղթակներում, իրանց վրա ուշադրություն դարձնող կա ոչ թե իրանց անձերի, այլ որ իրանք զբաղեցրել են պաշտոն, այդ պաշտոններից ելնելով մարդիկ իրենց անդրադառնում են, իրենց մասին խոսում են, իրենք էլ գիտեն, թե իրենք եսիմ ով են։ Իսկ իրանք իրանցից ինչ են ներկայացնում, որ ընդհանրապես մարդիկ իրանցից խոսեին։ Իրանք որ այդ պաշտոններին չլինեին, իրանց ով էր հիշելու, ով էր իրանց մասին խոսելու, ով էր իրանց մարդու տեղ դնելու, ով էր իրանց հիշելու։ Հասկանում ես, այստեղ իրանց մարդ տեսակը, անձ տեսակը ոչնչությունը, ոչ մի բան, ոչ կենսագրություն ունեն, ոչ ապրած ունեն, ոչ ինչ-որ լավ գործեր ունեն արած, չունեն որևիցե գործ որպես մարդ, որպես անձ ունեն արած, ասենք մեկը գնացել է իր հայրենիքի համար կռվել է, մեկը մի հատ ասենք բան է ստեղծել, չգիտեմ ինչ-որ բրենդ է ստեղծել, մեկը չգիտեմ ինչ-որ լամպա ստեղծել, հասկանում ես, ինչ-որ մի բան արել է որպես մարդ։ Մի գործ արել է իր մարդ լինելը, որն է, որ մարդը գործ է անում, անկախ նրանից իր ուժը ինչքան հերիքում է, մեկը կավագործ է, կավից ինչ-որ բաներ ասա։ Իրենք այսպեսի մի հատ տաղանդ չունեն։ Իրենք ոչինչ են եղել, իրենց ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի բան չեն ստեղծել, բացի այդ նյութ գրելուց, այդ ժամանակ օրաթերթը իրանց ընտանիքի ամբողջ գործունեության ընթացքում մի հատ թերթ են ունեցել ու վсё։ Ուրիշ որևիցե բան չեն կարացել ստեղծեն։ Որևիցե գործ չեն արել։ Եվ այսօր իրենց երևակայելով, իրենց անգամ երբ որ իրենց հայոյում են, իրենց դա դուր է գալիս։ Իրենք ուզում են ուշադրության կենտրոնում լինել։ Որովհետև մշտապես առհամարված են եղել։ Մշտապես նսեմացված են եղել, հիմա էլ են առհամարված, հիմա էլ են քաոսների մեջ, հիմա էլ են խուճապների մեջ, անկայուն վիճակ, հարբեցողությամբ, իրենք զբաղվում են, իրենք իրենց կորցրել են արդեն այդ փողերի ու իշխանության մեջ, իրենք չգիտեն ուր են ընկել, ուր են հայտնվել, երբ որ իրենց աղջիկը հասուն աղջիկ հարբեցողության քարոզ է իրականացնում, իրենք դա տեսնում են, չեն զսպում, չեն դաստիարակում, չեն ասում աղջիկ ջան, մեծ աղջիկ ես, վարչապետի աղջիկ ես, ինչ ես անում։ Ամոթ չես անում, դու արաղի բաժակը լցնում ու խմում ես վրա, բա դա աղջկա շնորհքը։ Այստեղ ինքը աղջիկը չի մեղավոր, ծնողներն են այդպես դաստիարակել, որտեղ այդ երեխան տեսել է, մորից է սովորել, հորից է սովորել։ Հասկանում ես, նրանք են դա արել են, ռեկլամ են արել, տեսել է անում է։ Ինչ ասես այդ աղջկա։ Ինչ ասեց, երբ որ ծնողը անպատկառ է, կարմիր գիծը, անսանձա, չգիտեմ ինչ ասես։ Ինչ սպասես նրանից հետո եկող երեխուն, երբ որ չի դաստիարակել, չի կրթել, չի սովորացրել, հայ աղջկան հարիր ձևով չի բացատրել, որ գիտես ինչ կա աղջիկ ջան, 1000 մարդ է նայում, վերջի վերջով վարչապետի դուստր ես, քեզ չափերիդ մեջ պայ։ Չեն ասում, մի բան էլ խրախուսում են, մի բան էլ գովերգում են, ինչ կա հարբեցողության մեջ խրախուսելու, ինչ կա, մի հատ հայ մարդ նորմալ, անգամ հարբեցողները իրանց բերանով ասում են, որ դա վատ բան է։ Դուք ինչ եք են երիտասարդ աղջիկներին պղծում, դուք ինչ եք ձեր քարոզչության բազմաթիվ մարդկանց խեղում, ինչ եք ցույց տալիս, ես ցույց եմ տվել, գցել եմ վիդեոն, այդքան որ մեծ փրտում են, մեկ նայեք Ռոբերտ Քոչարյանի տղեն, տղա հալով, ինչ քարոզ է անում։ Ու նայեք Նիկոլի աղջիկը, իր աղջիկ հալով ինչ քարոզ է անում։ Ոչ մի գովալու, պաշտպանելու, վաբշե հարց չկա։ Զուտ ձեր աչքերով նայեք։ Այն իր տղա հալով սպորտի քարոզ է անում։ Իսկ այն իր աղջիկ հալով արաղ խմելու քարոզ է անում։ Արաղա, վիսկիա, չգիտեմ ինչ որ այա։ Հարբեցողության քարոզ է անում։ Բայց հասկանալու, վերլուծելու, մարդկանց մեջ մտածելու տեղիք չի տալիս, որ ով է։ Հիմա բամբասեք, ձեր ֆեյքերով ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք ասեք, այն մարդու կենցաղավարումն էլ ենք մենք տեսնում, ապրածը։ Վերջի վերջո այդ փողերը, այո, թող լինի նրանց ձեռքն էլ կա, ձեր ձեռքն էլ կա, բայց դուք տեսեք այն
մարդկանց տեսակը, այդ փողը ինչ ձևի, ինչի վրա է ծախսում, ոնց է օգտագործում, այս մարդիկ ինչի վրա են ծախսում ու ոնց են օգտագործում։ Վերջի վերջո լավ ով էլ դառնա նախագահ ղեկավար, հասկանալի է, որ այդ փողերը հայտնվելու է ինչ որ չափով նրանց ձեռքը։ Բայց իմ համար ամենամեծ խնդիրը նորից եմ ասում, այդ փողերը ինչ է դառնում։ Օրինակ ՔՊ-ի Նիկոլի համար փոշի է դառնում, գնում է իրանց քթերը։ Դրա փոխարեն կարելի է կառուցել մի քանի բիզնես կենտրոն, հյուրանոց, այնպիսի տեղեր, որտեղ աշխատեին հարյուրավոր հայեր, գործարաններ։ Հիմա այսօր ԿՊ-ն են նույն Քոչարյանից բաների հետ կապված, երբ որ ասում են, էս Տոյոտան ունեն, էս ունեն։ Լավ վերջի վերջո սա տնտեսության օգուտ բերում է, թե չէ, այդտեղ մարդիկ աշխատում են, թե չէ, միթե դա վատ բան է։ Համարենք, թե ունեն։ Իմ պրոբլեմը գիտեք որն է, կամ Արցախը առակ տվեցիք Ալիևին, ասում եք, ձեր սիրտը այսօր չի ցավում, բայց որ էդի տայք Քոչարյանին կմխկտայք, կասեիք, բայ ինչա Քոչարյան։ Բա Ալիևին են տվել։ Չեք ասում, արա 100 միլիարդ դոլար, այդքան եկեղեցի, այդքան հող, այստեղ հենց մի մետր հող մեկի տարածքը մտնես կգա կոկորտդ կկրծի։ Բա ինի մեր հողներ, ում հողներ։ Հարյուրավոր հեկտարներով դրիկ բնությունը մեջը, կենթանական աշխարհը մեջը, մի հատ դրախտային բնություն, որ Հայաստանում այդպես տեղ չես գտնի։ Այս ամեն ինչը դրես զիջելա, դուք էսի կուլ եք տալիս, դուք էսի ձեր համար հեչ էդի ում հողերն էր, ձեր հողերն էր, ձեր երեխեքի հողերն էր, ձեր թորների, ձեր ծորների հողերն էր։ Իսկ այստեղ որ մի հատ հարուստ մեկը մի բան ունի, ասես ձեր կոկորտն է կրծում, ասում եք ինչի էնի ունի։ Չարացրել, լցրել են մեկը մյուսի դեմ հանել են, լավ եւ հասկանում են, որ ապօրինություններ եղել են, կոռուպցիա եղել է, այս հարցի ուրիշ կողմ։ Բայց երբ որ ձեր կարմիր գծերը հատել են ու ձեր պետությունը վաղը ձեր Սյունիքը, ձեր Սյունիքում ասում են մի չանց, այս հողերը բա ում հողերն են։ Միթե սրանից կարևոր հարց կա այսօր, որ ձեզ շեղում են այս օրակարգից, շեղում են այս կարևոր հարցերից։ Ու իրանք իրանց կենցաղավարմամբ ինչ որ թալանից խոսելով, այս վերջում հրապարակել էր ֆրանսիական մամուլը Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիայի դղյակը։ Դուք տեսաք ինչպիսի դղյակեր իր համար գնե։ Ու ինքը ուզում է այսօր իրան այնպիսի մարդ բերի փոխարինող։ Պահում է այդ զապասի համար տեղ, որ վաղը ինքը իր ընտանիքին վերցնի, այսքան մեր ալյունը խմելուց, այդ երեխեքին սպանելուց, գնան այդ վիլայում ինքը իր կնոջ երեխեքի հետ կյանքը վայել։ Ու վարկի տակ ճռռացող քաղաքացի, երբ որ քեզ 18 թվին ասում էր ձեր վարկերը, ձեր պարտքերը կարկուտից տուժած գյուղացի, այսինքն ձեզ էլ այսինքն օգտագործեց, քցի ու փախնի։ Քցող, դավաճանող մարդիկ, որ այսօր իրանց կնքահորն են, ամենավերջի նույն Աննա Հակոբյանը, այս վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը ամենավերջի անպարկեշտ բառերով անպատվել էր, գրառում էր արել։ Այն Լևոն Տեր-Պետրոսյանի, որի թևի տակ մեծացել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ մի պիտակ, որ կպել է, կպե, նույնը Նիկոլը կանգնել է մեղադրում է, ասում է, Լևոնը դրեց կոռուպցիայի հիմքերը, բայց այդ ժամանակ ընթացքում ինքը գոռում էր Լևոն, Լևոն, այսինքն դու հաստատեցիր եւ փաստեցիր, որ դու եւս եղել ես կոռուպցիայի հիմքեր դնողներից մեկը։ Շատ լավ։ Իրա թիմում ես եղել այդ ժամանակահատվածում։ Հիմա ինչ ես եկել էլ պայքարում կոռուպցիայի դեմ։ Դու ես ուզում եմ ցույց տամ այս Ալենի, Միրզոյանին, այն մյուսներին։ Դուք մտածում եք, երբ որ դա Լևոն է ուրանում, ձեզ չի ուրանալ։ Շնորհակալություն։